Հայաստանում տարիներ շարունակ անցկացվող Sevan Startup Summit-ը աստիճանաբար վերածվում է գլոբալ ճանաչելիությամբ տեխնոլոգիական բրենդի, որը կարող է դառնալ երկրի նոր արտահայտվող արժեքներից մեկը։ Այս մասին նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով պետությունն այս տարի զգալի աջակցություն է ցուցաբերելու միջոցառմանը, որն անցկացվելու է 2025 թվականի հուլիսի 20-ից 26-ը։ Տարիների ընթացքում ավելի քան 50,000 այցելու է ունեցել աշխարհի շուրջ 60 երկրներից, այսինքն այս իմաստով այդ մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն Հայաստանը եւ առհասարակ Sevan-ը վերածվում է տեխնոլոգիական գլոբալ մի կենտրոնի։ Ըստ Հայրապետյանի, կառավարությունը կարևորում է սամմիթի ներուժը նորարարական էկոհամակարգի զարգացման հետ կապված։ Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի երկարաժամկետ ներդրումներ կատարել այս նախագծին աջակցելու համար։ Հատկապես առաջնորդվում ենք այն քաղաքականությամբ, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է ոչ հումքային տնտեսության ոլորտների զարգացումը, նամանավանդ բարձր արժեք գեներացնող արտադրողականության աճ ապահովող ոլորտների ուղղությունների զարգացումը տնտեսության կառուցվածքի ներքո եւ հատկապես ստարտափների կայացումը որպես առավել դինամիկ, առավել ճկուն եւ արագ աճ ունեցող եւ իր մեջ մեծ ներուժ ունեցող բիզնես մեզ համար կարևորվում է։ Հայրապետյանը հավելել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների հետ սամմիթը միջազգային ուղղություններով էլ ավելի ընդլայնելու համար։ Վերջերս կառավարությունը որոշում է կայացրել հաստատել 200 միլիոն դրամ աջակցելու Startup Armenia գիտակրթական հիմնադրամին 2025 թվականին սամմիթը կազմակերպելու նպատակով։ Այս մասին մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, նշելով, որ սամմիթն արդեն դարձել է հայկական ստարտափ էկոհամակարգի կարևոր բաղադրիչ։ Բացի դրանից, ըստ Հակոբյանի, ստարտափն իր հաստատուն տեղն ունի նաև աշխարհի տարբեր երկրներում։ Հիմա արդեն Հնդկաստանի կառավարությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը մեր հետ ունի երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն եւ այնտեղ եւս ամենամյա են դառնում մեր ստարտափ սամիթները, այնտեղ արդեն Seaside, այսինքն ծովեզրյա ստարտափ սամիթ անվանումով, ինչպես նաև մենք ունենք պայմանավորվածություններ այս պահին Հունգարիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ավստրալիայում։ Sevan Startup Summit 2025 միջոցառման ընթացքում կներկայացվեն 8 նոր ստարտափ նախագծեր, նաև կանցկացվեն արդեն ավանդական դարձած մրցույթները, որոնց մրցանակային ֆոնդը կազմելու է մոտ $100,000։ Սպասվում է, որ վրանային ճամբարում կմնա ավելի քան 2000 մարդ, իսկ ընդհանուր հյուրերի թիվը կհասնի մոտ 15000-ի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։